Այսօր Իրանի կողմից մի հրթիռ է արձակվել դեպի Թուրքիա։ Սա ինչով է հետաքրքիր, որ մինչ այդ Թուրքիա, Ադրբեջան, Իրան որոշակի սրվածություն առաջացավ։ Ինչու է Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք։ Մենք հիմա Ադրբեջանին էլ կգանք Շահան։ Ինչ ռիսկեր է տեսնում Իրանը թուրքական կողմից։ Գիտեք, որոշակի դարբերություն կար Անկարայի եւ Բաքվի պաշտոնական դիրքորոշումներին կամ հերախոսազրույցներին, որոնք դեղի ունեցան Նախիջևանի ուրեմն ուղղությամբ արձակված հրթիռի առիթով Իրանը հերքեց Թուրքիայի արտգործնախարարը անհասցե ուրեմն հայտարարություն արեց մեղադրելով բարձրապես արարքը, իսկ Ալիևի խոսքի մեջ գար ագնարկ դեպի Իրան, սա այնուամենայնիվ նաև հայտարարեց Ալիևը, որ իրենք չեն պատրաստվում ներկայացվել պատերազմին եւ նպատակ չունեն Իրանի դեմ պատերազմելու։ Այսինքն որոշակի սսպիչ գործոններ այստեղ աշխատում էին, բայց հայտնաբար կա գոմ, որը ուզում է ներկայացնել Ադրբեջանը, հիմա գուցե նաև Թուրքիան այս պատերազմին, բայց ընդհանուր խորաբատկերի վրա նաև մենք պետք է անպայման նկատի ունենանք, որ արդեն լարված էին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները, հատկապես ուրեմն արևելյան միջերկրականյան այդ ուժանյութային էներգիայի արտահանման համար սահմանազատման խնդիրների կամ շահագործման հնարավորությունների ուղղություններով շատ լուրջ մրցակցություն, անգամ լարվածություն եւ մենք գիտենք թե ինչ տեսակ հրետորաբանություն էին օգտագործում երկու երկրները միմյանց հանդեպ։ Ուրեմն այս խորաբատկերի վրա նաև Անկարայի ավելի զուսպ մինչ այժմ առնվազն զուսպ դիրքորոշումները անգամ նաև մեղադրանքները Միացյալ Նահանգների, որ չպետք է անցներ ռազմական գործողությունների Իրանի դեմ։ Ուրեմն այս բոլոր նախադրյալները պետք է նկատի ունենալ ընդհանուր իրավիճակի քննադատման մեր փորձերի ընթացքին։ Բանը հասել է անգամ նրան, որ Միացյալ Նահանգները Ադանայի իր հյուպատոսարանի աշխատողներին է տարանում։ Ինչ կա այս ուղղությամբ։ Ամերիկյան ռազմաբազա կա Ադանայի մերձակայքում։ Գիտեք, մինչ այդ նաև Թուրքիան համաձայն չէր, գոմ չէր եւ չէր դրամատրել, որ այսինքն այդ ռազմաբազաները ամերիկյան օգտագործվեին այս բادرազմի ընթացքին։ Այսինքն զսկուշավորությունը մի կողմից երևում է, բայց մյուս կողմից նաև հրահրման այս երևույթներն են։ Ուրեմն կարծում եմ նաև փորձ է արվում դարբեր ուղերձներ տվել, բայց առայժմ Անկարայի ուրեմն շահերից կարծում եմ չի փոխում ամբողջական ներգրավումը այս պատերազմի։ Իսկ Իրան-Ադրբեջան լարվածությունից ինչ հետևություն արեցիր Շահ։ Իրան-Ադրբեջան լարվածությունը այդ լարվածությունը այսօր չկա։ Փեզեշքյան Ալիև հերախոսազրույցից հետո անգամ բեռնափոխադրումներն են վերականգնվել Իրանից Ադրբեջան։ Ուզում եմ հասկանալ քո օգնությամբ, ով նահանջեց, Իրանը թե Ադրբեջանը։ Գիտեք, բարդ է ասել, հաստատել թե ով նահանջեց, բայց երկկողմանիորեն կարծում եմ գա ուրեմն զսկուշավորություն կամ գուցե նաև առաջադրանք, որպեսզի չփախվեն երկիրները, որտեղ ի վերջո նաև ցակումնապանական խնդիրը, այսինքն Իրանում այն զանգվածը ցակումով ազերի օգտագործելու Բաքվի կողմից նաև այդ խաղաթուղթը նաև շահարկելու առայժմ գիտեք որևէ երևույթ չկա, խնդիրը կա, իբրև խաղաթուղթ կա, բայց նաև օրինակ այն ինչ պատահեց քրդերի դեպքում եւ Միացյալ Նահանգները բաց տեքստով, բաց տեքստով հայտարարեցին, որ իրենք օժանդակում են քրդերին, նույնը իհարկե դարբեր է եւ հանգամանքները եւ գարկավիճակները, բայց ցակումով ազերի Իրանի քաղաքացիներին ուրեմն այդ ուղղությամբ հրահրիչ
հայտարարություններ կամ այդ խաղաթուղթի օգտագործման համապատասխան քայլեր դեռևս չեն երևում։ Սա խոսում է այն փաստի մասին, որ երկուստեք երկկողմանիորեն գա որոշակի զսկուշավորություն եւ չի բացառվում, որ նա չներկաշվելու այդ զսպիչ գործոնը որոշակի առումով խաղում է նաեւ Անկարան։ Կա նաև Իրանի զինված ուժերի գեներալի հայտարարությունը այսօրվա Ադրբեջանին նա կոչ է արել իր տարածքից հեռացնել իսրայելցիներին, այսինքն ինչ որ տեղեկատվության Իրանում տիրապետում են ամեն դեպքում։ Անպայման կարծում եմ նաև սա հիշեցնում է այն սպառնալիքները, որոնք Իրանը նախկինում հնչեցրել էր եւ գար լրատվություն, չգիտեմ որքան հավաստի, որ ինչ որ ժամանակ նաև Բաքուի ցուցմունքով իսրայելյան ուժերը, որոնք դերակայվել էին Արցախյան պատերազմից հետո իրանամերձ շրջաններում հեռացել էին։ Ուրեմն նաև այս հանգամանքը, որ շատ կարևոր է եւ շատ սկայուն թեմա է Իրանի համար, Ադրբեջանը անպայման նկատի ունեցել էր։ Կա նաև կարծիք, որ Իրան-Ադրբեջան լարվածությանը միջամտել է նաև ռուսական կողմը։ Պուտին-Փեզեշքյան զրույց է եղել, կարծեմ այդ թեմայով։ Պուտին-Փեզեշքյան զրույցը եւ նաև Պուտինի կողմից նաև շնորհավորանքը, ասենք, նոր հոգևոր բերին Իրանի, որը դե ֆակտո հիմնական իշխանությունն է եւ նման ամենահիմնական որոշումները կայացնող Իրանի դեպքում, ասեմ նաև, որ ռուսական միջնորդությամբ նաև իրանցի թիվանակետներ, որ Լիբանանում էին աշխատում, ուրեմն ռուսական միջնորդությամբ հեռացան Լիբանանից։ Հիմա գանք մեր հարցին եւ ավարտենք Շահան։ Հայաստան եկողների ցանկություն կա Լիբանանում մեր համայնք ինչպես է փորձում լուծել այդ խնդիրը ռմբահարումներից խուսափելու համար։ Նախ ասեմ, որ այդ սահմանափակ ուրեմն ավիաընկերությունները, թռիչքները Լիբանան ավիաընկերության նաև թեպի Երևան իրականացնում են գաննավոր թռիչքներ։ Այդ թռիչքներով մարդիկ գնում գալիս են Երևան, բայց արդահոսքի զանգվածային երևույթ չկա, խոճապային երևույթ չկա եւ գաբը շարունակվում է անխապան, մինչ այժմ անխապան շարունակվում է Երևանի հետ։ Գիտեք, հայ համայնքի գծով ասեմ, որ փախումնային կոդիների հերույ է, բայց նաև այդ փախստականների ալիքը հասել է նաև հայկական շրջանների մերձակա տարածքներ եւ ի տարբերություն նախորդ ուրեմն քաղաքականական փախստականների ալիքներին այս անգամ ավելի երկարադեպ է լինելու, որովհետեւ յետտարցի հնարավորությունները բավական ուրեմն սերմովում են, որովհետեւ մարդկանց բնակարանները, թաղերը, քյուղերը ամբողջ հարթ հավասար իրավիճակում են այդ հրթիռագործումների իբրև հետևանք։ Բայց հրթիռակոծությունների հիմնական թիրախը Բեյրութն է եւ արվարձանները։ Հիմնականը հարավային շրջանն է, Բեյրութի հարավային արվարձաններն են, Բալբեկն է, Բեկան է, այնտեղ որտեղ Հեզբոլլահի հենագետերն են, գետրոններն են, բայց նաև թիրախ ուրեմն հայտնվել է տարբեր շրջաններում, այսինքն մի հյուրանոց, որը գործում էր Բեյրութի քրիստոնյա շրջաններում մեջ, ուրեմն փուլ եկավ, հրթիռագործվեց, որովհետև Իսրայելը այնտեղ նկատել էր, որ Հեզբոլլահի պատասխանատու անձ կա։ Քո աշխատանքային ռեժիմը չի փոխվել այս հրթիռակոծությունների պատճառով։ Աշխատանքային ռեժիմը հատկապես արագ լուրեր թողարկելու առումով արտակարգ ռեժիմով աշխատում ենք, բայց փորձում ենք նաև որ որևէ խոճապային մթնոլորտ չստեղծվի եւ շատ կարեւոր է որտեղ նաև առընթեր դերեկատվական պատերազմ է այդ տեղեկությունները մակրազդելու եւ օբյեկտիվ լրատվություն թողարկելու անհրաժեշտության առաջ ենք կանգնել։